Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ միմյանց դեմ կմրցեն Վիլյարեալն ու Մանչեսթեր Սիթին Էդիթ լիգայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակներում։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Վիլյարեալից։ Հայկ Մկրտչյանը պաշտպանում է դարպասը համար 13, Արեֆ Ասադպուրը համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավակյան համար 6, Ալիկ Հովանեսյան համար 8, Գագիկ Սարդարյան համար 10, նա նաև թիմի ավակն է, Արեգ Ազատյան համար 17 եւ Վլադիմիր Օլուխանյան համար 20։ Հիմա կտրվի մրցավարի մեկնարկային սուլիչը, որից հետո շարունակ են ծանոթացնել Վիլյարեալի կազմը կա սուլիչը Արիթյուն Զատիկյան համար 22, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Սարգիս Նասիբյան համար 99։ Մանչեսթեր Սիթի Վայե Մուրադյանը դարպասում է համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, հենց մեկնարկում հարված տեսանք Սիթի դարպասի ուղղությամբ, բայց շեղությամբ ստացվեց այդ հարվածը։ Ալեն Սահակյան համար 9, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Գերակ Օսենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 66, Արտուր Ալավերդյան համար 44, ով նաև թիմի ավակն է եւ Նարեկ Սարգսյան համար 77, Օսենկովն է գնդակով, ուղարկեց գնդակը Ալավերդյանի ուղղությամբ, Կրկին Օսենկով, Վարդան Վարդանյանի հասցեագրում գնդակու Աչեզով անցնում գրոյի Սիթին, բայց Բեգոյանը հասցրեց այստեղ փակել Օսենկովի առաջ խաղացման ճանապարհը ու ստացավ դարպասապահից պատասխան փոխանցում, իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում, քանի որ եզրափակիչի ուղեգիր նվաճելը հենց այս հանդիպումից է կախված, ոչ ոքի արդյունքի դեպքում մենք դիտելու ենք 11 մետրանոց հարվածաշար, իսկ եզրափակիչում արդեն Լիվերպուլը սպասում է այս զույգի հաղթողին, որպեսզի պարզ դառնա Էդիթ լիգայի գավաթի չեմպիոնի անունը։ Այս թիմերը նաև կմրցեն միմյանց դեմ օրեր անց արդեն Էդիթ լիգայի վերջին տուրի շրջանակներում, որտեղ այդ հանդիպումից կախված կլինի այս տարվա չեմպիոնի անունը, Վիլյարեալի հաղթանակի դեպքում կհռչակվի չեմպիոն, իսկ արդեն չհաղթելու դեպքում հնարավորություն կտա Մանչեսթեր Սիթին, չպարտվելու դեպքում այդ հանդիպումը Լիվերպուլին դառնալու չեմպիոն։ Ուլուխանյան ուղարկեց գնդակը Աչեզեր, բայց Խլղացյանը այստեղ դուրս եկավ ու առաջինը արձագանքեց գնդակի ներվից հարվածում, Մկրտչյանն է հեռացնում գնդակը, գեղեցիկ հարված տեսանք Խլղացյանի կատարման, բայց այստեղ դարպասապահի դիրքում էր ու կարողացավ փակել գնդակի ճանապարհը, որպեսզի այն չհայտնվի դարպասում։ Բուբա շատ լավ փոխանցում հետևեց դեպի Կոստենկովը փոխանցում, բայց անդրադարձ եղավ ու Մկրտչյանը կրկին տիրեց գնդակին։ Ուլուխանյան, այո, թիմերը հանդիպել էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, նաև այս երկու թիմերը ընդգրկված են եղել միևնույն խմբում, այնտեղ շատ հետաքրքիր ու լարված պայքար տեղի ունեցավ, երկու թիմերն էլ երկու հանդիպումներում հասան հաջողության 1-1 նկատմամբ, նախ առաջին մրցավեճում Վիլյարեալը 6-2 հաշվով հաղթեց Սիթին, հետո արդեն խմբային փուլի վերջի տուրում Սիթին 1-0 հաշվով առավելություն հասավ Վիլյարեալի նկատմամբ, թիմերը վաստակեցին 15-ական միավորներ, բայց լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականով Վիլյարեալը դուրս եկավ խմբային փուլից, հետո հանդիպեց արդեն Ատլետիկո Երևանին ու 11 մետրանոց հարվածաշարով զիջեց մրցակցին, իսկ Մանչեսթեր Սիթին արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի իր առաջին հանդիպումը անց է կացրել հաղթելով Գլադբախին 3-2 հաշվով եւ Սիթին իրատեսական շանս ունի եզրափակիչ դուրս գալու, եթե պատասխան հանդիպումում իհարկե մեկ գնդակից ավել չզիջի մրցակցին։ Հիմա հարված կլինի Վայե Մուրադյանի դարպասից, իսկ Չեմպիոնների լիգայում մյուս զույգը ձևավորվել է Ատլետիկո Երևանի ու Լիվերպուլի միջև, այնտեղ նույնպես առաջին հանդիպումը կայացել է թիմերի միջև եւ 4-3 հաշվով առավելության է հասել այդ խաղում Ատլետիկո Երևանը, նաեւ քիչ առաջ մրցեցին թիմերը միմյանց դեմ արդեն, բայց Վինտեր քափի շրջանակներում ու 1-0 հաշվով կրկին հաղթանակ տարավ Ատլետիկոն այս խաղում։ Այնպես որ շատ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում, այստեղ Վարդանյանը շատ բարդ իրավիճակում կարողացավ հարվածել դարպասի ուղղությամբ, բայց Մկրտչյանը նորից հեռացեց գնդակը Զատիկյան, գրո տեղափոխում է Աչեզեր, Ստեփանյանն է այստեղ, այսօր այո Վիլյարեալի հիմնական կազմում բացակայում է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը Հակոբ Համբարձումյանը, այո այսօր նա ներկա չէ այս հանդիպմանը, կփորձի Վիլյարեալը անել հնարավորինս Հակոբյանին ներողություն Համբարձումյանի բացակայության բարագայում, բայց իհարկե Սիթին էլ ունի
հայտարարություն կորուստներ այսօր Գաբրիելյանն ու Գիգոլյանը չկան այս հանդիպմանը ու կփորձեն City ֆուտբոլիստները առանց նրանց փորձել աղտարել Ալավերդյանը հարված է հետևում ու նորից այստեղ Մկրտչյանն է հեռացնում գնդակը այո երրորդ սեյվը այսօր Վիլյարեալի դարպասապայի կատարմամբ մենք տեսանք այս խաղում առայժմ Անդարիկ է Մկրտչյանի դարպասը եւս մենք փոխանցում ու այստեղ Զատիկյանն է հեռացնում գնդակը Բեգոյան թողեց գնդակը Արմեն Ավակյանին ու շարժվում է առաջ Ավակյան հասցրեց փոխանցում կատարել դեպի Աչ Սարդարյանն է այստեղ նորից Ավակյան ու գնդակը ուղարկում է Զատիկյանի ուղղությամբ դեպի առաջ փոխանցում հետևեց բայց Ղարիբյանը այստեղ հաջող գործեց ու թողեց գնդակը Ալավերդյանի վերջինս էլ հետ փոխանցում է կատարում Խլղացյանի ուղղությամբ Պուսիտին աչ եզրով անցնում է Արագ Գրոյի Կոստենկով շատ լավ նկատեց այստեղ Կոստենկովը Սահակյանին վտանգավոր է բայց այստեղ դիպել էր գնդակը Սահակյանի ձեռքին այո ստանդարտ է նշանակված հիմա Վիլյարեալի օգտին Ուլուխանյան Զատիկյանին է ուղարկում գնդակը Կրկին ստացավ պատասխան փոխանցումը Երվից արվածեց, բայց բարձր է ստացվում այստեղ Ուլուխանյանի կատարած արված ու արված կլինի Վայե Մուրադյանի պաշտպանած դարպասից Ղարիբյան, Ալավերդյան Նորից Ղարիբյանն է գնդակով բայց այստեղ Բեգոյանը հեռացեց գնդակը ու անկյունային արված կիրասնի Մանչեսթեր Սիթին Կոստենկովն է գնդակի մոտ Ցածրից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Բեգոյանն այստեղ շեղեց գնդակի ուղղությունը, հետո էլ Բեգոյանի փոխանցումը չանցավ, քանի որ Ալավերդյանը կանգնեց գնդակի առջև։ Ու արված կլինի հիմա Մկրտչյանի պաշտպանած դարպասից։ Ուլուխանյան Դեպի աչ է ուղարկում գնդակը Ստեփանյանն է այստեղ Բայց Վարդանյանը մաքուր խլեց գնդակը Բուբայի հետ պատ խաղարկեց նորից Բուբա գուցե հարվածի Բուբան այդպես էլ արեց բայց շեղությամբ ստացվեց այստեղ Բուբայի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Կա մրցավարի Սուլիչը Մկրտչյան ուղարկեց գնդակը Ստեփանյանին վերջինս հետ խաղարկեց գնդակը Ուլուխանյանի հետ ով սկսում է Վիլյարեալի գրոններից մեկը Հարություն Զատիկյան դեպի աչ փոխանցում հետևեց Զատիկյանի կատարմամբ Ստեփանյանն է այստեղ գտավ կենտրոնում Արմեն Ավակյանին Բայց Բուբան է այստեղ փակում Ավակյանի փոխանցման ճանապարհը Վարդանյանն էլ թողեց գնդակը Ալավերդյանին ունեցվում է Արաքցիքին Ալավերդյան, բայց այստեղ հաստրեց նահանջել Ստեփանյան ու կանգնել Ալավերդյանի փոխանցման ճանապարհին իսկապես շատ արագ են հակագրոհում երկու թիմերն էլ խաղադաշտում, մեկը մյուսից արագ գրոհներ են իրականացնում ու հանդիպումը էլ ավելի բարձր տեմպ կստանա րոպեներ անց բնականաբար Ավակյանից եթե տեսնենք Դարպասի գրավում թիմերից որևէ մեկի կատարման, ապա մյուս թիմը իսկապես մտածելու ոչինչ չի ունենա այդ պարագայում, այստեղ Ուլուխանյանի փոխանցումը փակեց Ալավերդյան ու խլում են գնդակը City ֆուտբոլիստները Սահակյան կատարեց փոխանցում Բուբայի ուղղությամբ, բայց հանգստացնում այստեղ Բուբան խաղը հետ փոխանցում կատարելով Ղարիբյանին, վերջինս ուղարկեց գնդակը Խլղացյանին, Ալավերդյան, նորից Ղարիբյան Կրկին Ալավերդյան և հետ փոխանցում դեպի դարպասապա Մուրադյանը Արտուր Ալավերդյան խորքից փոխանցում է հետևում դեպի Սահակյանը, բայց դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից ու եսից պետք է նետի Վիլյարեալը Ստեփանյանը կկատարի եզրային նետումը Ուլուխանյան
շարժում է առաջ գնդակով Ուլուխանյանը միացրեց Կրոնի Զատիկյանին Ազատյան Բեգոյանի հետ է խաղարկում գնդակը նորից Զատիկյան ու դեպի աջ փոխանցում հետևեց Ստեփանյանն է այստեղ տեղ զբաղեցրել Ուլուխանյան շարժում է առաջ Ուլուխանյանը լավն էր անցումը թողեց գնդակը թիմի Ավակ Սարդարյանին և հետ փոխանցում դարպասապա Մկրչյանի ուղղությամբ Ավակյան շարժում է առաջ գնդակով Արմեն Ավակյանը վտանգավոր է բայց այստեղ Կոստենկովը փակեց գնդակի ճանապարհը խլեց գնդակը մրցակցից Ալավերդյան հաջող գործեց Ալավերդյանը այստեղ մնաց գնդակով և ուղարկում է գնդակը Ղարիբյանի ուղղությամբ Մուրադյան Բուբայի հետ է խաղարկում գնդակը Բուբան շարժվում է առաջ գնդակով Շատ լավ գրոհի տեղափոխություն էր դեպի աջ բայց ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը Ղարիբյանի համար ու եզից կներտի Վիլյարեալը Արմեն Ավակյան Բեգոյանին է ուղարկում գնդակը Ուլուխանյանի հետ խաղարկեց Բեգոյանը և դեպի աջ է փոխանցում հետևում Ստեփանյանն է այստեղ կրկին բարձից փոխանցում Բեգոյան բայց Ղարիբյանը հաջող է գործում ու շարժվում է առաջ գնդակով Ռաֆայել Ղարիբյանը տեսնենք ինչ որոշում կայացնի կա դեպիս Տուգանային հրապարակ փոխանցում բայց այստեղ հեռացեցին գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները ու հիմա նորից գնդակով Վիլյարեալն է Բեգոյան մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Բեգոյանի կատարած փոխանցում ու փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա Մանչեսթեր Սիթիի կազմում Սահակյանի փոխարեն խաղադաշտը դուրս գալիս Նարեկ Սարգսյանը հիմա արդեն տեղի ունեցավ փոփոխություն ու տեսնենք թարմ ուժերով Սարգսյանը ինչ կփորձի անել Մուրադյան Խլղացյանին ուղարկեց գնդակը վերջինս ուժեղ փոխանցում է կատարում առաջ բայց գնդակը բաժին հասավ Վիլյարեալի դարպասապա Հայկ Մկրչյանին Ստեփանյան Դեպին Զատիկյանը փոխանցում հետևեց Արմեն Ավակյան այստեղ անհաջող ստացվեց Ավակյանի փոխանցումը Վարդանյան թողեց գնդակը Ալավերդյանին գուցե արված հետևի բայց Ուլուխանյանը այստեղ խանգարեց Ալավերդյանին այդ գործում ու եզրից կնետի հիմա Մանչեսթեր Սիթին Արագորեն խաղարկեցին գնդակը Սիթիի ֆուտբոլիստները Վարդան Վարդանյան փակվեց այստեղ Վարդանյանի փոխանցման ճանապարհը ու Վիլյարեալն է ասում արագ գրոհի Ազատյան Բեգոյանին է ուղարկում գնդակը վերջինս զարգացնում է ձախեցնում արագություն կատարեց փոխանցում բայց այստեղ Ղարիբյանը փակեց գնդակի ճանապարհը հետո Կոստենկովը խլեց ուղարկեց Ալավերդյանին բայց կասեցնել այստեղ Ալավերդյանի մոտ գնդակը չստացվեց Զատիկյան Ավակյան գնդակով Ազատյան կրկին Ուլուխանյան և ուղարկում է գնդակը Սարդարյանին բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը Սարդարյանի համար ու հարված կլինի Մանչեսթեր Սիթիի դարպասից Ղարիբյան շարժվում է առաջ Ղարիբյանը գնդակով Ալավերդյանին ուղարկեց գնդակը Բուբա Խլղացյան խաղարկում են գնդակը Սիթիի ֆուտբոլիստները Խլղացյան ուղարկեց գնդակը Նարեկ Սարգսյանին Ձախ եզրով զարգացնում է արագություն Սարգսյանը հաջող է անցումը հարված նույնիսկ կատարեց այստեղ Սարգսյանը բայց շեղությամբ ընթացավ գնդակ ու հարված կլինի հիմա էլ Վիլյարեալի դարպասից Խաղարկում է գնդակը Մկրչյանը Ստեփանյանի հետ վերջինս ուղարկեց գնդակը Հովհաննիսյանի ուղղությամբ բայց
գնդակը բաժին հասավ այստեղ City ֆուտբոլիստերին Կոստենկով ուղարկում է գնդակը Բուբային ու դեպի ձախ Ռոբերտ Խղացյանն է այստեղ նորից Բուբա հասցրեց ազատվել գնդակից ուղարկելով գնդակը Ղարիբյանին Գերա Կոստենկով ու շատ հաջող գործեց այստեղ Կոստենկովը հիմա արդեն Խղացյանը կսկսի խորքից City գրոններից մեկը Ալավերդյան Շկանտ արբելակներ ուղարկեց գնդակը դարպասապան Մուրադյանին, վերջինս էլ ուժեղ փոխանցում է կատարում Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, կրկին Խլխացյան լավն էր Խլխացյանի փոխանցումը, բայց այստեղ Մկրտչյանը դուրս եկավ դարպասից ու հեռացեց գնդակը Նարեկ Սարգսյանն է գնդակով Կոստենկով նորից Սարգսյանին է ուղղված այս փոխանցումը, բայց փակվեց գնդակի ճանապարհը Խլխացյան հերվից հարված անդրադարձ ու Այստեղ հենց Manchester City ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հարված կլինի Հայկ Մկրտչյանի պաշտպանած դարպասից։ Ավակյան խորքից փոխանցում դեպի Հովհաննիսյան, այստեղ Ղարիբյանը թիկունքից խանգարեց Հովհաննիսյանին ու գնդակով նորից City ֆուտբոլիստներն են Ալավերդյան ու Լուխանյան այստեղ խախտեց խաղի կանոնները Ալավերդյանի դեմ պայքարում այո սուլել է մրցավարը Խղացյանն է գնդակի մոտ ստանդարտ իմակ իրաստի Manchester City-ն կա մրցավարի սուլիչը Խղացյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մկրտչյանը հիմա խաղարկում է գնդակը Ավակյանի հետ, թիկունքից կա Բուբայի ճնշումը հասցրեց ազատվել գնդակից Ավակյանը, փոխանցեց դեպի Աշեզեր, բայց Ստեփանյանը այստեղ դուրս թողեց գնդակը դաշտի սահմաններից ու ես իսկ նետի Սարգսյանը Ալավերդյանի հետ է խաղարկում գնդակը Սարգսյանը, թողեց հիմա Բուբային գնդակը ու դեպի Աջ Ղարիբյանն է այս դիրքում Ռաֆայել Ղարիբյան Շատ լավ նկատեց Ալավերդյանին, միայնակ է Ալավերդյանը Բուբա Թողնում է նորից գնդակը Ղարիբյանին Տեսնենք ինչ որոշում կայացնի Ղարիբյանը Կենտրոնով շատ լավ փոխանցում հետևեց Բուբային, Բուբան էլ աջ է ուղարկում Կոստենկովի ուղղությամբ Ալավերդյան գեղեցիկ էր Բուբա, բայց այստեղ չկա ոչինչ Վարդանյան արված ու հասցնում է Զատիկյանը փակել գնդակի ճանապարհը Չկար այո, չկար խաղի կանոնների խախտում Manchester City ֆուտբոլիստի կողմից Հիմա եսից նետում է Կոստենկովը Ղարիբյանի ուղղությամբ Ղարիբյան բարձից դեպի Տուգանային հրապարակ հիմա էլ Լուխանյանը հեռացեց Սարգսյանի հարվածել այս դրվագում Շտացվեց ու հարված կլինի Վիլյարեալի դարպասից այո բավական բարձր է հանդիպման տեմպը Բայց առայժմ խփված գնդակ խաղադաշտում դեռ չունենք Զատիկյան Ազատյանին է ուղարկում գնդակը Ուղիղ փոխանցում հետևեց Ալիկ Հովհաննիսյանի ուղղությամբ մնաց գնդակով Հովհաննիսյանը լավ փոխանցում կատարեց դեպի Արմեն Ավակյանի ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Բուբայի կողմից Ազատյան Ավակյան Սարդանյանին է հասցեագրում գնդակը վերջինս էլ փոխանցում կատարեց Զատիկյանի ուղղությամբ կրկին Արմեն Ավակյանն է ստանում գնդակը Փոխանցում դեպի Հովհաննիսյանը, բայց Ղարիբյանը դուրս եկավ պաշտպանությունից ու կարողացավ փոխանցել Բուբայի ուղղությամբ, հիմա չշտապեց Բուբան, նորից այդ փոխանցում հետևեց Խլխացյան Նորից Բուբան է ստանում գնդակը Ղարիբյան Կրկին Բուբայի հետ է խաղարկում գնդակը Ալավերդյան Սարգսյան Վարդան Վարդանյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը, բայց գնդակը Վարդանյանը դաշտի սահմաններում կա փոխանցում, բայց այստեղ Սարգսյանը չկասեցեց գնդակը այլապես շատ վտանգավոր դիրքում կստանար արվածի հնարավորություն, հիմա Սարդանյանն է սկսում Վիլյարեալի գրոններից մեկը
Ազատյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Ազատյանը, չկան տարբերակներ, հետ ուղարկեց գնդակը Ուլուխանյանին ու հիմա խաղարկում են Վիլյարեալի ֆուտբոլիստները կենտրոնում գնդակը, բայց Ավակյանը այստեղ կորցրեց գնդակը ու հիմա Վարդան Վարդանյանն է գնդակով, Ալավերդյան մնաց գնդակով Ալավերդյան, այստեղ կա երկու մրցակցի ճնշում Ալավերդյանի նկատմամբ ու կորցրեց գնդակ, իսկ այստեղ Բուբան խախտեց խաղի կանոնները Սարդարյանի դեմ պայքարում Խաղարկում են գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները Ստեփանյան Սարդարյանի հետ խաղարկեց գնդակը աչ եզրում է Սարդարյանը կատարեց փոխանցում, բայց այստեղ գնդակը վերցրեց դարպասապա Մուրադյանը դերելով Ալավերդյանի ուղղությամբ Կոսենկով և եզրային նետում հիմա կտեսնենք Այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Մանչեսթեր Սիթիի կազմում Ալավերդյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Արշակ Պողոսյանը ու հիմա տեսնենք Պողոսյանը նոր մտավ խաղադաշտ տեսնենք ինչով կփորձի աշիգնել առաջին հպումը գնդակին Կոսենկով թողեց գնդակը Պողոսյանին գուցե հարվածի Պողոսյանը հենց մեկտարկում բայց մնաց գնդակով կա փոխանցում Վարդան Վարդանյանի ուղղությամբ վտանգավոր է Վարդանյան Բուբա գուցե հարվածի Բուբան կա հարվածը բայց այստեղ Ստեփանյանն է երաշտում գնդակի հիմա երկրորդ տեմպով է Սիթին հասնում գրոհի Բուբա ստացավ հարված ոտքին Հովանեսյանի կողմից ու այո խաղի կանոնների խախտում է այստեղ նշանակում մրցավարը Գնդակին է մոտեցել Նարեկ Սարգսյանը ու տեսնենք բավական բարդ դիտքը անկյուն հարված կատարելու համար, բայց կարծում եմ այնուամենայնիվ մենք սպասում ենք Սարգսյանից նմանատիպ իրավիճակներում հարված կա մրցավարի սուլիչը տեսնենք ինչ որոշում կայացնի Սարգսյանը հարվածեց, բայց բարձր ստացվեց այստեղ Սարգսյանի կատարած հարվածը իհարկե ամենալավ հարվածը չստացվեց նրա կատարմամբ դիրքն էլ անհարմար էր ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մկրտչյանը կրկին խաղարկում է գնդակը Ուլուխանյանի հետ Ուլուխանյան այստեղ խլեցին Սիթիի ֆուտբոլիստները Վարդանյան բացել է պետք հաշիվը ու 1-0 Սիթին առաջինն է հասնում հաջողության այս խաղում բացելով հանդիպան հաշիվը Կարջան կարած նայես բայց Դեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Վարդանյանի խփած գնդակը արձանագրված է 1-0 հանդիպան հաշիվը բացված է չկար խաղի կանոնների խախտում Ուլուխանյանի դեմ պայքարում ու հիմա հանդիպան ինտրիգը էլ ավելի է մեծանում արդեն պարտվողի կարգավիճակում է հայտնվել Վիլյարեալը Խլխացյան Հիմա կանգնեցին Սիթիի ֆուտբոլիստները հասկանալու համար ինչ է պատահել Արմեն Ավակյանին իհարկե ծափարություններ այս արգանքի համար Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստերին ու հիմա արդեն անցնեց մրցավարը գնդակը մրցակցին Ղարիբյանն էլ ուղարկեց այն Վիլյարեալի դարպասի ուղղությամբ ու սկսում է խորքից Վիլյարեալը Զատիկյան Ազատյանն է գնդակով գրոհի տեղափոխություն աչ եզր Ստեփանյանի ուղղությամբ Եվս պետ փոխանցում հետևեց դեպի Ազատյանը, ձախ եզրում է հիմա Ազատյանը շարժվում է առաջ գնդակով, հասցրեց այստեղ Վարդանյանը դիմավորը կատարեց փոխանցում Արմեն Ավակյանին, բարձից դեպի Տուգանային հրապարակ արդեն պատրաստ էր Սարդարյանը հարվածի համար, բայց Նարեկ Սարգսյանը կարողանում է հեռացնել գնդակը, երկրորդ տեմպով է գրոհում Վիլյարեալը Ստեփանյան Բարձից դեպի մրցակցի Տուգանային հրապարակ այստեղ էլ Կոստենկովն է առաջինը արձագանքում գնդակին Նորից գնդակով Վիլյարեալն է Հովանեսյան, բայց այստեղ Խլխացյանը հաջող պաշտպանվեց Բուբա Շատ լավ փոխանցում հետևեց դեպի Կոստենկովը, հասավ գնդակին գերա Կոստենկովը, կա փոխանցում, բայց Զատիկյանը այստեղ
Հաջող գործեց Հովանիսյանն էլ հեռացնում է գնդակը Խլղացյան, երկրորդ հարգում այստեղ լավ գործեց Խլղացյանը, ուղարկելով առաջ գնդակը, բայց այն բաժին ասավ Վիլյարեալի ֆուտբոլիստերին, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Նարեկ Սարգսյանի կողմից։ Ազատյանն է առաջ շարժվում։ Արմեն Ավակյան Ավակյան լավ ազատվեց մրցակիցների վերահսկողությունից, բայց այստեղ չհասկացան Ազատյանի հետ միմյանց, Զատիկյանը հասավ գնդակին, կատարեց փոխանցում Լուլուխանյանի ուղղությամբ, Բուբան այստեղ գնաց պայքարի, բայց չկար խաղի կանոնների խախտում, գնդակով մնացին Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Հետվից հարված եք տեսնում ու այստեղ Մուրադյանը հասցրեց հեռացնել գնդակը անկյունայինի բավական վտանգավոր ստացվեց այստեղ, եթե չեմ սխալվում Ստեփանյանն էր հարված կատարողը, այո։ Բայց հասցրեց Վահե Մուրադյանը հեռացնել գնդակը, վերջին անկյունայինը կարծում եմ առաջին խաղակեսի հիմնական ժամանակը արդեն սպառվել է։ Ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Վիլյարեալին, Հովանիսյանն է կատարում փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ, բայց Սարգսյանը հեռացեց, Վարդան Վարդանյանն էլ արագ հակագրոհի է անցնում, բայց մրցավարը հենց այստեղ էլ ավարտում է առաջի խաղակեսը, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներ, մեկնարկում է Մանչեսթեր Սիթին ընդդեմ Վիլյարեալի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո Վարդան Վարդանյանի խփած գնդակի շնորհիվ Սիթին առայժմ նվազագույն հաշվով հաղթում է մրցակցին։ Այս գրոհը տեսնենք, որից հետո եւս մեկ անգամ կծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Ալավերդյան Ինչ է պատահել իմ Ալավերդյանին, կարծես վնասված ստացավ։ Ալավերդյանը ձգեց մկանը, հիմա կարծես վնասել է ոտքը Ալավերդյանը, հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի ու նա կրկին կվերադառնա խաղադաշտ, հիմա խաղարկում են գնդակը Սիթի ֆուտբոլիստները, եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Վիլյարեալից։ Հայկ Մկրտչյանը դարպասում է համար 13, Արեֆ Ասադպուր համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավակյան համար 6, Ալիկ Հովանիսյան համար 8, Գագիկ Սարդարյան համար 10, Արեգ Ազատյան համար 17, Վլադիմիր Ուլուխանյան համար 20, Հարություն Զատիկյան համար 22, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Սարգիս Նասիբյան համար 99։ Մանչեսթեր Սիթի Վահե Մուրադյանը դարպասում է համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Ալեն Սահակյան համար 9, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Գերա Կոստենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 19, Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77։ Ղարիբյան կա փոխանցումը դեպի առաջ, բայց այստեղ Վիլյարեալի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու ես իսկ նետի Մանչեսթեր Սիթին ես հիշեցնեմ, որ սա էլիտ լիգայի գավաթի շրջանակներում ընթացող կիսա եզրափակիչի հանդիպում է, որտեղ եզրափակիչ դուրս եկող թիմի անունը պարզ կդառնա հենց այսօր Խլղացյանն է հերվից հարվածում ու այստեղ Մկրտչյանը դիպավ գնդակին անկյունային կտեսնենք Սիթիի կատարմամբ։ Այո, այսօր ոչ ոքի արդյունքի դեպքում, եթե այդպես ավարտի հանդիպումը կդիտենք հետխաղային 11 մետրանոց հարվածաշար, մի խոսքով անկախ արդյունքից այսօր է պարզ դառնալու Լիվերպուլի մրցակիցը եզրափակիչում։ Հիմա Պողոսյանը խաղարկում է անկյունայինը Կոստենկովի հետ, մնաց գնդակով Արշակ Պողոսյանը, կատարեց փոխանցում, բայց Ուլուխանյան այստեղ վերջին պահին հասավ գնդակին ու ուղարկեց գնդակը Արմեն Ավակյանի ուղղությամբ։ Հետ փոխանցում դեպի Ստեփանյանը, այստեղ փակեցին Սիթիի ֆուտբոլիստները Ավակյանի առաջ խաղացման ճանապարհը ու արդեն Վիլյարեալը խորքից է անցնում գրոհի կար այստեղ խաղի կանոնների խախտում Բուբայի կողմից։ Ստեփանյան լավ փոխանցում հետևեց դեպի Ավակյանը, բայց այստեղ Ղարիբյանը ճիշտ գնահատեց իրավիճակը ու թույլ տվեց, որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից, հարված կլինի Մանչեսթեր Սիթիի դարպասից։ Մուրադյան Պողոսյանի հետ է խաղարկում գնդակը, վերջինս էլ հետ փոխանցում կատարեց դեպի Խլղացյանը, նորից Մուրադյան, գեղեցիկ գործեցին այստեղ Սիթիի ֆուտբոլիստերից, որքան սառնասրտություն այս դրվագում ցուցաբերեց դարպասապան Մուրադյանը։
Պողոսյանն Արեգ Սարգսյանին է ուղարկում գնդակը, Սարգսյան լավ էր նկատել Կոստենկովին, բայց փոխանցումը չասավ, Խլղացյան գուցե ևս մեկ փորձ, հարվածույմը դարպասածողն է օգնության գալիս Վիլյարեալին, Խլղացյանի կատարած թնդանոթային հարվածից հետո չհայտնվեց այո գնդակը դարպասում, այստեղ դժվարանում եմ ասել արդյոք հասավ Մկրտչյանը գնդակին թե ոչ, բայց այնուամենայնիվ դարպասածող այս դրվագում եկավ օգնության Վիլյարեալին Մուրադյան ևս մեկ փոխանցում Սարդարյանն է այստեղ էլ առաջին արձագանքում գնդակին Բուբա կատարեց փոխանցում Վարդան Վարդանյանի ուղղությամբ վերջինս էլ դեպի աջ Կոստենկովին, բայց Ազատյանն է այստեղ պայքարում մրցակցի դեմ 2-17 համարների պայքար ենք դիտում ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Ազատյանի կողմից Կոստենկովի դեմ պայքարում շատ վտանգավոր գործեց Ազատյանը Հիմա տեսնենք ինչ է պատել Գեռա Կոստենկովին Տեսնենք այս տուգանայինի խաղարկումը իշ կտա Մանչեսթեր Սիթին Կոստենկովին օգնեցին որպեսզի ողքի կանգնի ունակ կմնա խաղադաշտում կարողանա շարունակել հանդիպումը ու տեսնենք հիմա Արշակ Պողոսյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Պողոսյան փոխանցում դեպի տուգանային հրապարակ բայց Զատիկյանը այստեղ շեղեց գնդակի ուղղությունը Վիլյարեալը փորձում է անցնել Արագ գրոյի բայց այստեղ Խլղացյանը Մաքուր գործեց Հովանիսյան կատարեց եզրային նետում ուղարկելով գնդակը Արմեն Ավակյանին ստացավ պատասխան փոխանցումը Ավակյանից ուղարկեց գնդակը դեպի տուգանային հրապարակ որտեղ Սարդարյանն էր բայց Մուրադյանը առաջինը արձագանքեց գնդակին հեռացնելով այն երկրորդ տեմպով է գրովում Վիլյարեալը այստեղ Ստեփանյանը բավական հեռու թողեց իրենից գնդակ ու այ բաժին հասավ Մանչեսթեր Սիթի դարպասապահ Վահե Մուրադյանին Ղարիբյան Օրից Մուրադյան Ղարիբյանի հետ է խաղարկում այստեղ գնդակը կրունկով փոխանցում հետևից Նարեկ Սարգսյանն է այստեղ բայց կորցրին գնդակը Սիթիի ֆուտբոլիստները ու հիմա տեսնենք Վիլյարեալի պատասխանը Ավակյան հարված Մուրադյանն էլ հետ է մղում Ավակյանի կատարած հարվածը Զատիկյան դեպի ձախ փոխանցում կատարեց իսկ այստեղ Ազատյանի փոխանցումը անհաջող ստացվեց ու եզից կնետի Մանչեսթեր Սիթին Սարգսյան Ղարիբյանին է ուղարկում գնդակը Վահե Մուրադյան Խլղացյան պրեսինգ է գնացել Վիլյարեալը, բայց կարողացավ Խլղացյանը այստեղ ազատվել գնդակից հիմա սխալվեցին Սիթիի ֆուտբոլիստները, բայց Ղարիբյանն էլ հաջող է գործում պաշտպանությունում այստեղ դուրս գալով իր դիրքից ու հեռացնելով գնդակը խորքից է սկսում Վիլյարեալը Արմեն Ավակյան գրոյ տեղափոխություն դեպի աջ այստեղ Ստեփանյանն է Սարդարյանի հետ խաղարկեց Ստեփանյանը գնդակը վտանգավոր է Սարդարյան հասավ գնդակին կատարեց փոխանցում ու վաստակեց այստեղ անկյունային հարվածի հնարավորություն Սարդարյանը տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Վիլյարեալին Կա մրցավարի Սուլիչը Ավակյանը խաղարկում է գնդակը Ազատյանի հետ ստանում պատասխան փոխանցումը նրանից ուղարկում տուգանային հրապարակ ու Ստեփանյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 Ավելի դե Արիա նավ ալ մտի Լևոն Ստեփանյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է բավական գեղեցիկ ու հաշվարկված փոխանցում կարողացավ Ավակյանը կատարել իսկ Ստեփանյանն էլ գլխի հարվածով գրավեց Մուրադյանի դարպասը հավասարեցնելով հանդիպան հաշիվը 1-1 հիմա արդեն հանդիպումը այլ ընթաց կստանա բնականաբար Մկրտչյան Ուլուխանյանին է ուղարկում գնդակը Գագիկ Սարդարյան խաղարկեց Ավակյանի հետ գնդակը Վիլյարեալը արդեն խորքից է Սկսում իր հերթական գրողը Զատիկյանն է այստեղ
Ազատյան եւս մեկ փոխանցում, բայց Պողոսյանը հիմա էլ փակեց գնդակի ճանապարհը, Բուբան ու Ավակյանն էին պայքարում միմյանց դեմ, մնաց գնդակով Վիլյարեալը։ Ազատյան, Ավակյան, հաջող գործեց Ավակյանը այստեղ, շատ լավն էր փոխանցումը, Հովհաննիսյան արված ու հիմա Մուրադյանը իսկապես փրկում է Մանչեսթեր Սիթիին Հովհաննիսյանի կատարած հարվածից հետո։ Ցույց տվեց փոխանցում կատարեց հարված Հովհաննիսյանը այստեղ, բայց իհարկե Մուրադյանը ճիշտ դիքս վաղեցեց ու կարողացավ փրկել այս դրվագում Մանչեսթեր Սիթին, հաշիվը մնում է անփոփոխ 1-1 Սահակյանն է գնդակով։ Ժողովուրդ այստեղ Սահակյանի կատարած փոխանցում ու Եզիսկ նետի Վիլյարեալը։ Սարդարյան այդ փոխանցում հետևեց դեպի Ստեփանյանը։ Այդ փոխանցում դեպի դարպասապա Մկրտչյանի ուղությամբ։ Քիչ էր մնում այստեղ սխալվել։ Մկրտչյանը Վարդանյանը գնացել էր միջև վերջ, բայց հասցրեցին փոխանցում կատարել Զատիկյանի ուղությամբ։ Ստեփանյան շարժվում է առաջ գնդակով Ստեփանյան, ուղարկեց Գագիկ Սարդարյանին գնդակը։ Նորից Ստեփանյան, Զատիկյան, Արմեն Ավակյան, բայց այստեղ Պողոսյանը փակեց փոխանցման ճանապարհը, հետո էլ գնդակը Ավակյանից դուրս եկավ դաշտի սահմաններից ու Եզից հենց կնետի Մանչեսթեր Սիթին։ Կոստենկով Պողոսյանի հետ խաղարկեց, բայց այստեղ չանցավ Պողոսյանի փոխանցումը, Ավակյանը խլեց գնդակը, հետո հենց Ավակյանից հետ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից 1-1, 10 րոպե է մնացել հանդիպան հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք արդեն թիմերը ինչ կփորձեն անել, արդեն ավելի ուշադիր բնականաբար կլինեն պաշտպանությունում, քան հարձակման գծում, քանի որ այս պայից սկսած գնդակ բաց թողնելը երկու թիմի համար էլ կարող է ճակատագրական լինել, այստեղ Սահակյանը կորցրեց գնդակը, պայեց Սարդարյանն էլ գնդակը դաշտի սահմաններում, բայց կար խաղի կանոնների խախտում Սահակյանի կողմից, արագորեն խաղարկեց Սարդարյանը գնդակը Ավակյանի հետ, Բուբան այստեղ թույլ չտվեց, որպեսզի իրեն շրջանցի Ավակյան ու Եզրային նետում կտեսնենք, բայց այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Մանչեսթեր Սիթիի կազմում, այո, Ալավերձյանը վերադարձավ խաղադաշտ փոխարինելով Բուբային։ Ու տեսնենք արդեն Ալավերձյանը ինչ կփորձի անել, այո, ավելի լուրջ ոչինչ չպատահեց նրան վնասվածքի դրվագում, իհարկե մենք հիշում ենք նրա վնասվածքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Նյուքասլի դեմ խաղում, որը բավական երկար տևեց, 1 ամսից ավելի Ալավերձյանը չկարողացավ օգնել Մանչեսթեր Սիթիին, բայց հիմա արդեն 1 ամսից ավել է արդեն խաղադաշտում է ու Մանչեսթեր Սիթիի գործողություններում բավական մեծ դերի նշանակություն ունի։ Գագիկ Սարդարյան ուղարկեց գնդակը Ուլուխանյանին, նորից ստացավ նրանից գնդակը Սարդարյանն է աչի եզրում, այստեղ Սահակյանն էր սահանքման գնացել, բայց մնաց գնդակով Սարդարյանը, Արմեն Ավակյանը այստեղ պետք չէ նրան հարվածի հնարավորություն տալ, այդպես էլ արեց Պողոսյանը, այլապես Ավակյանի հարվածները բավական վտանգավոր են ստացում, Կոստենկով կա փոխանցում Ալավերձյանի ուղղությամբ ու այստեղ Ուլուխանյանը մաքուր գործեց, հիմա անցել է գրոյի Վիլյարեալը Ազատյան, Հովհաննիսյան վտանգավոր է, Հովհաննիսյան փոխանցում, Ազատյան հարված ու 2-1 Վիլյարեալն առաջացնում հաշվի մեջ, բայց հիմա մրցավարը կդիտի Ալավերձյանի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար կար խաղի կանոնների խախտում թե ոչ։ Հիմա մի հատ դաս մոտիկանում ես ինձ արդի դուել ես մոտիկանում ինձ պատի տանում ես դրվագը ձեզին ասում եմ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը և հիմա թիմերի ավակներին բացատրում է ինչը տեղի ունեցել, այո հիմա կասի որոշման մասին հանդիպան գլխավոր մրցավարը Գիտեց մրցավարը կրկնապատկերը ու գոլը արձանագրված չէ, հաշիվը մնում է անփոփոխ տեղի էր ունեցել Մանչեսթեր Սիթի գրոյի ընթացքում խաղի կանոնների խախտում Արշակ Պողոսյանի դեմ պայքարում եւ հիմա այդ ստանդարտը նշանակել է հանդիպան գլխավոր մրցավարը, այո, Ալավերձյանի դրվագը մի փոքր վիճելի ստացվեց, բայց մրցավարը հստակ նկատեց Պողոսյանի դեմ տեղի ունեցած խախտում ու հիմա տեսնենք այո 1-1 հաշիվը մնում է անփոփոխ խաղադաշտում
կա մրցավարի սուլիչը Խլղացյանն է գնդակի մոտ Խլղացյանը երվից հարված կատարեց Տուգանայինից Հովանեսյանը իր վրա ընդունեց գնդակը ու եզրից հիմա կնետի Մանչեսթեր Սիթին Կոստենկով Հալավերդյան Պողոսյան ուղարկեց գնդակը Սահակյանին, բայց Սահակյանի հարված այստեղ թույլ է ստացվում ու հարված կլինի Վիլյարեալի դարպասից Մկրչյան, Ստեփանյանի հետ է խաղարկում գնդակը Խորքից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Մուրադյանը այստեղ դուրս գալով Դարպասից հեռացեց գնդակը Հալավերդյան գեղեցիկ գործեց Պողոսյան, բայց այստեղ չստացվեց Պողոսյանի փոխանցումը, հետո էլ Զատիկյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք անկյունային հարված Մանչեսթեր Սիթին արագ խաղարկում է գնդակը Պողոսյան Տեսնենք ինչ որոշում կայացնի Պողոսյանը ուղարկեց Հալավերդյանին, Հալավերդյանի հարվածն էլ այստեղ չստացվեց ու Սարդարյանը կարողանում է հեռացնել գնդակը Խլղացյանն է այստեղ Փագում գնդակի ճանապարհ իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Պողոսյանի կողմից Սարդարյանի դեմ պայքարում հարվածեց մրցակցին օթային պայքարում Պողոսյանը ու ստանդարտ է նշանակված Հիմա օգտեցին Սարդարյանին ոտքի կանգնել, ամեն ինչ կարգին է Սարդարյանի հետ, այո, նա ստացավ հարված, բայց այնքան էլ լուրջ չէր ու հիմա շարունակի հանդիպումը Հովանեսյանը այստեղ շեղեց գնդակի ընթացքը, բայց թույլ ստացվեց նրա կատարած հարվածը, Խլղացյան, Սահակյան, Պողոսյան գեղեցիկ խաղարկումներ իրականացրեցին այս դրվագում Սիթիի ֆուտբոլիստները ու գնդակը ուղարկում է Խլղացյանը Ղարիբյանի ուղղությամբ Աչ եզրում է Ղարիբյանը, լավ փոխանցում դեպի Արտուր Հալավերդյանը, վտանգավոր է Սահակյանն է միացել գրոհին, հերու թողեց այստեղ իրենից գնդակը Սահակյանը, հետո էլ խախտեց խաղի կանոնները գնդակը կորցրելուց հետո Ստեփանյանի նկատմամբ Խաղարկում են գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները, Արմեն Ավագյան Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Ղարիբյանը այստեղ հեռացեց գնդակը ուղարկելով այն Արճակ Պողոսյանի ուղղությամբ Այստեղ այո կար խաղի կանոնների խախտում Ստեփանյանի կողմից Պողոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ դիմակիրացնի Մանչեսթեր Սիթին Ղարիբյանն է խաղարկում գնդակը դարպասապան Մուրադյանի հետ ու դեպի աչ փոխանցում կհետևի հիմա դեպի Խլղացյանը Խորքից փոխանցում Խլղացյանի կողմից, այստեղ Ստեփանյանը հեռացեց գնդակը, բայց Պողոսյանը հաջող գործեց Վարդան Վարդանյան ու Ստեփանյանը այստեղ հասցրեց փակել Վարդանյանի հարված կատարելու ճանապարհը եզրային նետում կատարի Մանչեսթեր Սիթին, բայց այդ ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Վիլյարեալի կազմում, Հովանեսյանի փոխարեն հանդիպումը շարունակում է Վիգեն Բեգոյանը կամ մրցավարի սուլիչը Կոստենկով ուղարկված է գնդակը դեպի Հալավերդյանը, բայց Ուլուխանյանը առաջին արձագանքեց գնդակին, իսկ այստեղ Պողոսյանը խախտեց խաղի կանոնները Արմեն Ավագյանի դեմ պայքարում ու ստանդարտ դիմակիրացնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները Ավագյան Դեպի Սարդարյանը փոխանցում հետևեց Ավագյանի կատարմամբ Զատիկյան Կրկին Ավագյանն է գնդակով ուղարկում է գնդակը Լևոն Ստեփանյանին Վերջին րոպեներն են ընթանում հանդիպան Ազատյան Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակում Մուրադյանը հեռացեց գնդակը այստեղ էլ Սարդարյանի մոտ չստացվեց արված կատարելը Ղարիբյան կատարում է փոխանցում Կոստենկովի ուղղությամբ Գրոյի անցել Մանչեսթեր Սիթին, Կոստենկով փոխանցում Ստեփանյանն էլ այստեղ փակեց փոխանցման ճանապարհը ու Վիգեն Բեգոյանը չկարողացավ հեռացնել հիմա նորից գնդակով Սիթին է Վարդան Վարդանյան դեպի աջ ուղարկեց գնդակը Կոստենկովը հասավ այս գնդակին դեպի Տուգանային հրապարակ է փոխանցում կատարում, բայց Բեգոյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու արագորեն հակագրոյի հասնում Վիլյարեալը, բայց Խլղացյանը այստեղ հաջող է պաշտպանվում, հիմա էլ կա փոխանցում ու Ղարիբյանն է կարողանում հեռացնել գնդակը Ստեփանյան Երկրորդ տեմպով է հիմա գրոհում Վիլյարեալը Ազատյան Փոխանցում, բայց այստեղ
Հասավ գնդակը Սարդայանին, Ալավերդյանն էլ թույլ չտվեց նրան հարված կատարել, Արմեն Ավագյան վերջին ուժերն են ներդրել թիմերը հանդիպան վերջամասում, բայց այստեղ Բեգոյանը չկարողացավ հարված կատարել ու հարված կլինի Մանչեսթեր Սիթիի դարպասից։ Այս ընթացքում փոփոխություն է կատարում Ալավերդյանը Սիթիի կազմում, Սարգսյանն է վերադառնում խաղադաշտ փոխարինելով Ալեն Սահակյանին։ Խլղացյան խորքից փոխանցումը հետևում դեպի Վիլյարեալի տուգանային հրապարակ, բայց Մկրտչյանը այստեղ դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը։ Ստեփանյան Զատիկյան Ավագյան դեպի կենտրոն նորից Ստեփանյանի ուղղությամբ կատարեց փոխանցում, այո վերջին գրոններից մեկը Վիլյարեալի կատարմամբ, եթե ոչ ամենավերջինը հիմնական ժամանակը արդեն սպառվել է հանդիպան, հիմա մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում։ Ուլուխանյան այստեղ կար խաղի կանոնների խախտում Սարդարյանի դեմ պայքարում, բայց գնդակով մնաց խաղանկերը այդից պատճառով չստուգեց մրցավարը։ Ստեփանյան դեպի Ազատյանն է փոխանցում հետևում, աչ եզրում է Ազատյանը, Արմեն Ավագյանին ուղարկեց, բայց Նարեկ Սարգսյանն էր այստեղ խանգարում մրցակցին, հիմա կա փոխանցում, վտանգավոր է, հարված ու 2-1 Վիլյարեալը մեջտամասում առաջացնում հաշվի մեջ։ Բոլորը խաղին, տղեկ, բոլորը խաղին։ Դիտեց մրցավարը նախորդ դրվագի կրկնապատկեր, այո, ամուսվելու համար կար խաղի կանոնների խախտում Ալավերդյանի դեմ պայքարում թե ոչ, բայց մրցավարը մնաց իր որոշմանը ու Ուլուխանյանի խփած գնդակը արձանագրված է 2-1 Վիլյարեալը վերջնամասում առաջ է անցնում հաշվի մեջ ու հիմա տեսնենք վերջին րոպեներն են ընթանում հանդիպան, հիմա արդեն Մանչեսթեր Սիթին պետք է ողջ կազմով ներդվի առաջ փրկելու այս հանդիպումը, վեր սկսված է հանդիպումը Կոստենկով հետ փոխանցում դեպի Խլղացյանը Խլղացյան, բայց այստեղ անհաջող ստացվեց այս փոխանցումը ու հարված կլինի Վիլյարեալի դարպասից։ Հիմա չեն շտապի բնականաբար Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց Մանչեսթեր Սիթին էլ այնպես չէ, որ իհարկե այս մտքի հետ համաձայն է, հիմա կարծում եմ արդեն կգնա Մանչեսթեր Սիթին ողջ կազմով առաջ փրկելու այս հանդիպումը 3 րոպեից մի փոքր ավել դեռ կա խաղաժամանակ, Կոստենկովն է կատարում եզրային նետումը ուղարկելով գնդակը Պողոսյանին, այստեղ կար խաղի կանոնների խախտում Ավագյանի կողմից։ Խլղացյանն է գնդակի մոտ։ Հիմա այո տեսեք արդեն դարպասապան Մուրադյանը հորդորում է խաղընկերներին գնալ առաջ։ Խլղացյան կատարեց փոխանցում, բայց Ուլուխանյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, Ղարիբյանն է հիմա էլ գնդակով, Վարդան Վարդանյան գեղեցիկ գործեց Վարդանյանը, բայց Ուլուխանյանը սա անկման գնով հեռացեց գնդակ ու ստացվեց փոխանցում Բեգոյանի համար, հիմա էլ Խլղացյանը թույլ չտվեց Բեգոյանին առաջ շարժվել, բայց մնաց գնդակով Բեգոյանը փոխանցեց Սարդանյանին, հարված է Սարդանյանը 3-1 դարձնելով այս հանդիպան հաշիվը։
Երեքբեք Սարդարյանը կրկնապատկում է Վիլյարեալի առավելությունը, հանդիպան վերջնամասում ու արդեն Էլ ավելի բարդ իրավիճակում է հայտնվում Մանչեսթեր Սիթին, խլղեցը ներվից հարված, հիմա արդեն Մկրչյանը փրկեց Վիլյարեալին այս հարվածից հետո անկյունային կիրասնի Մանչեսթեր Սիթին, այո, ողջ կազմով գնացին առաջ փրկելու այս հանդիպումը, բայց հայտնվեցին բավական բարդ իրավիճակում Պողոսյան, այդ փոխանցում այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, նորից գնդակով Խլղացյանն է Հիմա եթե արագորեն մեկ գնդակ Գետբերի Սիթին հնարավոր է ոչ ոքի մասին մտածել, Նարեկ Սարգսյանն է հարվածում ու շեղությամբ է ստացվում Սարգսյանի կատարած հարվածը, բայց այնուամենայնիվ եթե դա տեղի չունենա իհարկե Վիլյարեալը եզրափակիչի ուղեգիրը կնվաճի, եթե լիներ մեկ գնդակ թիմերի միջև հաշվի տարբերություն, ապա միջև վերջի վարկյանը մենք չէինք համոզվի այդ հարցի շուրջ թեով կնվաճի եզրափակիչի ուղեգիրը, բայց երկու գնդակ արդեն բավական քիչ խաղաժամանակ է մնացել ու եթե հիմա արդեն այս մոտակա 1 րոպեի ընթացքում Սիթին չհասնի հաջողության կարելի է փաստել, որ Վիլյարեալը եզրափակիչում է Խլղացյան Խորքից փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու հարված կլինի այդ Մկրչյանի պաշտպանած դարպասից Այո, նորից վերջամասում, նորից Սարդարյանը գրավում է մրցակցի դարպաս ու իր թիմի օգտին շրջում հաշվի առավելությունը բազմից ենք տեսել Վիլյարեալին նմանատիպ իրավիճակներում, երբ հանդիպան վերջամասում կարողանում են արդյունավետ գործելու հանդիպան ընթացքը բեկել իրենց օգտին Ազատյան հետ փոխանցում դեպի Վիգեն Բեգոյանը նորից Ազատյանին է ուղղված այս փոխանցումը հասավ գնդակին Ազատյանը Բեգոյան ու անկյունային հարված է վաստակում այստեղ Բեգոյանը Վիլյարեալի համար Եվ վերջ հանդիպումը, բայց հենց այստեղ էլ ավարտում է հանդիպան գլխավոր մրցավար է 3-1 Վիլյարեալը եզրափակիչի ուղեգիր է նվաճում, որտեղ կմրցի Լիվերպուլի դեմ Խաղային օրն էլ մեզ մոտ ավարտված է, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք Որոն գլխի վերջ